Երբեմն տարին անաղմուկ է գալիս, և երբեմն այն մտնում է այնպես, ինչպես մի մարդ, ով ճշգրիտ գիտի, թե ինչու է եկել։ 2026 թվականը հենց դա է։ Խոսքը պատահական բախտի մասին չէ, խոսքը բախտավոր կամ անհաջողակ լինելու մասին չէ։ Սա ճանապարհորդության, ընտրությունների, ներքին ազնվության համար պարգևատրման տարի է։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Բոլորը հնարավորություններ կունենան, բայց ոչ բոլորն են իսկապես բախտավոր։ Կան նշաններ, որոնց համար 2026 թվականը կլինի առաջընթացի տարի։ Փող, կարգավիճակ, սեր, ազատություն, երբեմն բոլորը միանգամից։ Եկեք դրանք մեկ առ մեկ վերցնենք։ Ցուլ տարի, երբ համբերությունը վերածվում է կապիտալի։ Եթե վերջին տարիներին ձեզ զգացել եք, որ մեջքիդ քարերի պարկ եք կրում, 2026 թվականին դուք կսկսեք դրանք վաճառել որպես զարդեր։ Ինչու ցուլ։ Ուրանը շարունակում է ցնցել ձեր նշանը, բայց 2026 թվականին դա այլևս քաոս չէ, այլ համակարգ։ Դուք վերջապես հասկանում եք, թե ինչն է ձերը և ինչն է ձեզ պարտադրվել։ Որտեղ դուք հատկապես բախտավոր կլինեք։ Փող, եկամտի նոր աղբյուրներ, տաղանդի դրամայնացում, բիզնես, առցանց նախագծեր, անձնական բրենդինգ, անշարժ գույքի գնումներ, խոշոր գործարքներ։ Կարևոր։ Մի կառչեք հին կաղապներից, 2026 թվականը նախկինի պես, բայց ավելի կայուն չէ։ Խոսքը նոր ձևով, բայց իսկապես մասին է։ Սա այն տարին է, երբ ցուլը դադարում է գոյատևել և սկսում է տիրապետել։ Առյուծ, ուժի և ճանաչման վերադարձ։ Դուք երկար ժամանակ ուժեղ եք եղել առանց ծափահարությունների։ 2026 թվականին սա փոխվում է։ Աստղաբանական նախապատմություն։ Յուպիտերն ու Սատուրնը ստեղծում են մի սցենար, որտեղ առյուծին տրվում է բեմ։ Բայց ոչ միայն այդպես։ Հասունության, պատասխանատվության և ինքնազպման համար։ Որտեղ կլինի բախտը։ Կարիերա, կարգավիճակ, հրապարակայնություն։ Առաջխաղացում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, անձնական ապրանքանիշում։ Մարդիկ, ովքեր բացում են դռներ։ Տարվա գլխավոր բոնուսը։ Դուք դադարում եք ապացուցել ինքներդ ձեզ և սկսում եք ընտրել։ 2026 թվականը այն տարին է, երբ առյուծը կրկին զգում է։ Կարիճ, մեծ գումար և մեծ վերափոխում։ Այս տարին հեշտ չի լինի, բայց այն առատաձեռն կլինի։ Ինչու է կարիճը հաջողակների ցուցակում։ Պլուտոնը, ձեր կառավարիչը, ակտիվացնում է իշխանության, ռեսուրսների և ազդեցության թեմաները։ Դուք մտնում եք մի ժամանակաշրջան, երբ ձեր խորությունը դառնում է առավելություն, որտեղ բախտը իր լավագույն դրսևորումն ունի։ Մեծ ֆինանսներ, ներդրումներ, բիզնես, գործընկերային նախագծեր, հոգեբանություն, էզոտերիկա, աշխատանք փոխակերպումների հետ, հաջողության պայմաններ։ Դուք չեք կարող կիսատ-պռատ խաղալ։ 2026 թվականը կպահանջի ազնիվ որոշումներ և համարձակ ընդմիջումներ։ Սա այն տարին է, երբ կարիճները կամ կհասնեն նոր մակարդակի, կամ կմնան նույն ցավի մեջ։ Ընտրությունը ակնհայտ է։ Աղեղնավոր, ընդլայնվող հորիզոններ և կյանքը փոխող հնարավորություններ։ Եթե զգում էիք, որ կյանքը չափազանց փոքր է դարձել, դուք ճիշտ էիք։ Տարվա աստղագուշակություն։ Յուպիտերը ակտիվացնում է երկարաժամկետ նպատակները, ուսուցումը, շարժումը և մասշտաբավորումը։ Աշխարհը մեծանում է, և դուք նույնպես։ Որտեղ կլինի բախտը։ Տեղափոխություն, արտագաղթ, օտարերկրացիների հետ աշխատանք, ուսուցում, մենթորներ, նոր իմաստներ, նախագծեր, որոնք անսպասելիորեն մեկնարկում են։ Տարվա առանձնահատկությունը։ Պատահական հանդիպումները պատահական չեն լինի, մեկ արտահայտություն կարող է փոխել ձեր կյանքի ընթացքը։ 2026 թվականը աղեղնավորի համար այն տարին է, երբ խոսում է ճակատագիրը։ Ջրհոս։ Ձեր ազդեցության և ապագայի տարին։ Դուք միշտ մի փոքր առաջ եք եղել ձեր ժամանակից, 2026 թվականին ժամանակը հասնում է ձեզ։ Ինչու է ջրհոսը սիրվածների շարքում։ Ձեր նշանի Պլուտոնը ուժեղացնում է խարիզման, ազդեցությունը և առաջնորդելու ունակությունը։ Որտեղ կլինեք բախտավոր։ Նոր աշխատանքային ձևաչափեր, սոցիալական նախագծեր, տեխնոլոգիաներ, առցանց։ Փող ոչ ավանդական գաղափարների միջոցով, կարևոր է հիշել։ Ոչ բոլորն են իրենց հարմարավետ գտնելու ձեր իշխանության ներքո, բայց դա այլևս ձեր խնդիրը չէ։ 2026 թվականը այն տարին է, երբ ջրհոսը կդադարի բացատրել և կսկսի փոխել խաղի կանոնները։ Արդյունք։
2026 թվականը երկնքից եկած բախտի մասին չէ, սա այն տարին է, երբ տիեզերքը կտոկոսներ կվճարի նրանց, ովքեր կշարունակեն իրենց ճանապարհը։ Եթե դուք այստեղ եք գտել ձեր նշանը, դա մահվան դատավճիռ կամ խոստում չէ։